Տիրոջ անունը փառարվի, քուրաջան եղբայրնասյան, Աստված բոլորիս օրհնի։ Փառք ամենակալ Տիրոջը, որ Աստված մեկ շաբաթ էլ մեզ կյանք տվեց։ Սա իրեն մեզ ողորմությունն է, շնորհն է։ Ես ամեն անգամ մտածում եմ, ինչի համար Աստված կյանք տալիս, որն է նպատակը։ Ու նպատակը, եթե թերություն կա, խնդիր կա, շտկվենք եւ իրեն այդ հավիտյանս հավիտենից լինենք։ Այսօր ամեն տեղ նշում են Պենտեկոստեի տունը։ Եղբայրներ, քույրեր, երբ որ մենք կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքը, սա խոստմունքն էր ամենակալ Աստծոյ, որ Աստված խոստացել էր։ Որ Սուրբ Հոգին կուղարկե, որովհետև մարդը ինքնուրույն ոչինչ չի կարող անել։ Ուշադրություն դարձնեք, երբ որ մենք կարդում ենք ամենակալ Աստծոյ խոսքի մեջ, ինչ է հիշատակում ինքը Աստված ինձ եւ քեզ։ Սա գրված է Հռոմեացիս 8-րդ գլուխ 9-րդ համարի մեջ։ Ինքը Պողոս առաքյալը Սուրբ Հոգով լեցված հետևյալն էր ասում. բայց դուք մարմնով չեք, այլ հոգով։ Եթե մեկը Աստծո Հոգին շարունակություն կներեք։ Բայց դուք մարմնով չեք, այլ հոգով։ Եթե Աստծո Հոգին ձեզանում բնակված է, իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրանը չէ։ Ուղղակի այստեղ ուզում եմ բուն մտքին անդրադառնալ, որն է Սուրբ Հոգու գալուսյան նպատակը, ինչի համար։ Այսօր կան անձնավորություններ, որոնք որ հորդորում են մեկը մեկին կամ խորում մտածում են հետևյալ կերպ, որ իրենք Սուրբ Հոգով մկրտված են, ուրեմն իրենց կյանքի մեջ ամեն բան լուծված է, չէ, սիրելիս։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք տեսնենք, որն է կարևորությունը, ինչի համար Աստված իր Հոգին ուղարկել։ Այստեղ Հռոմեացիս թղթերի մեջ ինքը Պողոս առաքյալն ասում է, ով որ Քրիստոսի Հոգին չունի։ Քրիստոսի Հոգին չի եկել, իրեն նպատակը մեկը չէ, որ միայն լեզուներ խոսած։ Երբ որ մենք կարդում ենք հին ուխտի մեջ խոստմունքը Տիրոջ Եզեկիել մարգարության մեջ, ուշադրություն դարձրեք 36-րդ գլխի 26-րդ համարից եմ կարդում, ինչը խոսք տալիս Աստված եւ ինչ ասում ինձ եւ քեզ։ Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ։ Եվ նոր հոգի պիտի տնեմ ձեր միջում է, եւ պիտի վեր առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը։ Ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ, եւ իմ հոգին պիտի տնեմ ձեր միջում է, եւ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք, իմ դատաստանները պահեք, նրանց կատարեք, եւ բնակվեք այն երկրում, որ տվել եմ ձեր հայրերին, եւ դուք իմ ժողովուրդը լինեք, եւ ես ձեզ Աստված կլինեմ։ Ուրեմն Աստծո նպատակը հետևյալն է։ Ինչու համար է Աստված նոր սիրտ, նոր հոգի տալիս մեզ ամեն մեկից։ Գրված է. եւ իմ հոգին պիտի տնեմ ձեր միջում եւ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք եւ իմ դատաստանները պահեք։ Քուրջ ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք նայում ենք, որից է մեկ անձնարություն, Աստծո օրենքը ամբողջական չի կարողացել պահել։ Եվ երբ որ անդրադառնում ենք Հովանու ավետարան 3-րդ գլխի մեջ Նիկոդեմոսի հետ Տեր Հիսուս Քրիստոսի զրույցը հետաքրքիր է, Նիկոդեմոսը ուրիշ բան է ասում Հիսուսին։ Ինչ է Նիկոդեմոսի խոսքը ուղված։ Գրված է. «Ռաբբի, գիտենք, որ Աստվածանից վարտապետ եք եկել, որտեղ ոչ ոք չէր կարող այդ նշաններն անել, որ դու ես անում»։ Ինքը եկել էր Հիսուսին կողում էր, բայց Հիսուսի պատասխանը ինչ է ասում Տեր Հիսուս Քրիստոս։ Ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չընծնվի, կարող չէ ասա արքայությունը տեսնել։ Նիկոդեմոսն ասաց. «Մարդ ինչպես կարող է ծնվել, որ արդեն ծեր է»։ Հիսուս պատասխանը. «Ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի»։ Այստեղ ամենակալ Տիրոջ նպատակը հետեւյալն է, քուրջ ջան, եղբայրներ ջան։ Վերստին ծնունդը կատարվում է Սուրբ Հոգու միջոցով, որից է մեկ անձնարություն Աստծո օրենքը չէր կարող պահել։ Բայց ես հավատում եմ, այն անձնավորությունը, որը վերստին ծնված է, ինքը ամբողջ Աստծո օրենքի մեջ մնում է։ Կարող իրեն կյանքի մեջ ունենա թերություն, սայտակումներ, սա չէ էական։ Առաջինը հետևյալն է, Սուրբ Հոգու գործունեությունը մարդու կյանքի մեջ Քրիստոս կյանքը ձևակերպի, Քրիստոս բնությունը։ Սիրելի քույրս, եղբայրս, ես շատ անգամ այս միտքը ասել եմ, կան անձնավորություններ, որոնք որ ամեն անգամ խոսում են հետևյալ կերպ, բերելով միտքը, որ իրենք Սուրբ Հոգով մկրտված են, ջրով մկրտված են, սա փրկության գրավական չէ։ Ինչքան մարդ կա, որ Սուրբ Հոգով
մկրտված է Սուրբ Հոգով, լեզուներով աղոթում է, բայց մեջը կյանք չկա։ Աստծո նպատակը կյանքի փոխանցումն է։ Եվ ուշադրություն դարձեք, երբ որ մենք նայում ենք ամենակալ Աստված, Հովանու ավետարան 14-րդ գլխի մեջ հետևյալն է ինձ եւ քեզ հիշեցնում եւ ասում. գրված է. բայց Մխիթարի Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի մանով, նա ամեն բան կսորացնեց ես, նա ամեն բան կսորացնեց ես եւ կհիշեցնեց ես ամեն ինչ որ ես ձեզ ասեցի։ Այսօր մենք շատ անգամ սայթակում ենք, շատ անգամ խնդրեմ ունենք, որն է պատճառը։ Առաջինը, որ ես ու դու չենք հիշում, որ մենք Քրիստոս այրանքինն ենք, որ մեզ համար ամենակալ Աստված իր որդին զոհեց, որ մենք կյանք ունենանք եւ ալավելի։ Մենք շատ անգամ մոռանում ենք, որ քրիստոնյա ենք։ Սուրբ Գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք Աստված ինչ էր հորդորում ասում, այնպես գնացեք, ինչպես կվայելե Քրիստոսին։ Իսկ այս գործունեությունը մեր կյանքի մեջ միայն Սուրբ Հոգու միջոցով է։ Քուրես ջան, եղբայրներ ջան, ուշադրություն դարձեք, առաջին նահատակին անդրադառնում եմ խոսքս, ուշադրություն դարձեք, առաջին մարտիրոսն էր, որին որ քարկոծելով սպանեցին։ Եվ ինչ ենք տեսնում, նայեք ինչ է գրված, Գործք առաքելոց 7-րդ գլխի մեջ 55 համարից եմ կարդում։ Իսկ նա լեցված Սուրբ Հոգով դեպի երկինք նայեց եւ Աստծո փառքը տեսավ։ Եվ Հիսուսին կանգնած Աստծո աշկոմը եւ ասեց. ահա տեսնում եմ երկինքը բացված եւ մարդի որդին կանգնած Աստծո աջակոմը։ Հիմա հարց եմ տալիս. ինչ տեղի ունեցավ, միթե մարդկային աչքը կարող է տեսնել երկինքը։ Սիրելիս, Ստեփանոսը կարողացավ տեսնել, որովհետև Ստեփանոսը լեցված էր Սուրբ Հոգով, Ստեփանոսի մեջ այդ կյանքը կար։ Որևիցե մեկ անձնավորություն չէր կարող իրեն քարկոծողների համար աղոթել։ Ինչի համար Տեր Հիսուս Քրիստոսը հիշեցնում է Պողոսի շուրթերով առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 2-րդ համարը։ Գրված է. չեմ ուզում տեսնել ձեր մեջ ուրիշ մեկ բան, միայն Քրիստոս եւ այն էլ խաչվածին։ Սիրելիս, Աստծո նպատակը սա է, Սուրբ Հոգին եկել է, որ մեր մեջ հին բնությունը խաչի։ Մարդկայնորեն անհնարին է Աստծո օրենքը պահել։ Ես բազում անգամ ասել եմ, այս միտքը, այս օրինակ է, եթե ձկանը մենք փետուրներ կպցնենք, թևեր տնենք եւ ինքը թռնի երկինք, չի կարող ապրել երկնքում։ Պատճառը, որովհետեւ ձկա կյանքը երկնքում չի կարող։ Պետք է կյանքի փոփոխություն։ Եթե մարդու կյանքը փոխվել է, ձկա կյանքը փոխվել է թռչունի կյանքով, իջեցնես ջրի մեջ չի կարող ապրել։ Նույնը քրիստոնյան, որը վերստին ծնվել է, չի կարող ապրել աշխարհի մեջ։ Այսօր խնդիրը հետևյալն է, որ ես եւ դու հավատում ենք հետևյալ կերպ, որ մենք լեզուներով խոսում ենք, վերստին ծնված ենք։ Ինքը Տեր Հիսուս Քրիստոս Նիկոդեմոսին ասեց. եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, երկուսը իրար հետ պարտադիր է, ջուրը Աստծո խոսքն է։ Եվ այսօր մենք ունենք խնդիր։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ եղբայրներ քույրեր, ամենակալ Աստծո նպատակը միշտ եղել է սա։ Եվ հետաքրքիր է, անդրադառնում եմ Ստեփանոսին, գրված է. Ստեփանոսը Սուրբ Հոգով լեցված տեսավ Տիրոջը։ Ով կարող է տեսնել Տիրոջը։ Սուրբ Գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք, Մովսեսին ինքը Տերն ասում էր, որ որևէ մեկին չի կարող տեսնել։ Բայց կան համարներ, որ մենք կարդում ենք, Տերն ասում է հետևյալը. Երանի սրտով մաքուրներին, որ Աստծուն կտեսնեն։ Հիմա ինչ եք մտածում, Ստեփանոսի կյանքի մեջ, եթե ինքը Սուրբ Հոգով լեցված չլիներ, կկարողանար արդյոք աղոթել են մարդկանց համար, ովքեր որ իրեն քարկոծում էին։ Այսօր ինչի համար մենք չենք կարող աղոթել այդ մարդկանց համար, որտեղ լեցված չենք Սուրբ Հոգով։ Որովհետև երբ որ մենք կարդում ենք, երկու համար եմ ուզում հիշեցնել Սուրբ Գրքի մեջ, առաջինը Եփեսացիս թղթերի մեջ 5-րդ գլխի 30 համարի մեջ գրված է. մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որ կընկվեցաք փրկության օրվա համար։ Այսինքն այսօր մենք շատ անգամ տրտմեցնում ենք, կամ երբ որ կարդում ենք նույն միտքը բերում է Պողոս առաքյալ ասելով հետևյալը. մի հանգցնեք Սուրբ Հոգին, Թեսաղոնիկեցիս 5:19 համար մեջ է գրված։ Այսինքն երբ է մեր կյանքի մեջ Սուրբ Հոգին տրտմում եւ մարում։ Այստեղ մեծ մասը ծնողներ եք,
հայրեր, մայրեր, տատիկներ հարց եմ տալիս, երբ որ երեխային հորդորում ես, չի լսում 1, 2, 3, 10, ինչ է տեղի ունենում։ Տրտվում ես, թե ուրախանում ես։ Եվ լինում է պարակա, որ հասնում է մեկ վիճակի, որ ծնողը խորը մտածում է, որ այդ անձնարության կյանքի մեջ որևէ մեկ բան հնարավոր չէ փոխվել։ Տրտմելը, մարելը այլևս չի հորդորում։ Նույն վիճակին, երբ որ մենք նայում ենք, ամենակալ Աստծո ձեռակիրն է։ Աստված շատ անգամ մեզ խրատում է, շատ անգամ մեզ հորդորում է, բայց մենք անտեսում ենք։ Սիրելի քույրս, եղբայրս, այսօր առաջի կորսնելիությունը լինում է պա, որ շատ անձնավորություններ կա, խորում մտածում են, որ Պենտեկոստե օրը ես Սուրբ Հոգով մկրտված չեմ մկրտվեմ։ Այսօր առաջինը քույրս, եղբայրս, կյանքի փոփոխությունն է պետք։ Փոխված կյանք։ Ուզում եմ ես համարը շատ անգամ ես աղջկան ես անդրադառնում եմ։ Կարդում ենք Սուրբ Գրքի մեջ 4-րդ Թագավորաց 5-րդ գլուխ, հիշում եք։ Նեման փորոտ աղջկան բերել էր կերության։ Երևի սպանել էին հորը, հորեղբորը կամ աղբորը, չգիտեմ ում, գերի հենց այնպես չեն բերում։ Երբ որ ինքը տեսավ Նեմանի փորոտությունը, նայեք ինչ է գրված, կարդում եմ 4-րդ Թագավորաց 5-րդ գլուխ 3-րդ համարից։ Երանի թե իմ Տերը Սամարիայում եղող մարգարե առաջին լիներ, եւ այն ժամանակ նրան կբժշկեր իր փորոտությունից։ Հետաքրքիր է, մարդկային կերպով, մարդկային հոգով ես եւ դու կարող ենք այս աղոթքը կբերենք։ Ուղղակի կուզեմ այսօր որպես Քրիստոսի այրանքին Սուրբ Հոգով մկրտված Աստծուն սիրող ժողովուրդ հարց եմ տալիս։ Երբ որ ձեզ ցավեցրել են անտեղի, պրոբլեմ են, խնդիր են ստեղծել, հարց այդ մարդու համար կարողացել ես աղոթել, թե չէ։ Սուրբ Հոգու նպատակը սա է, մեր մեջ այդ հոգին տնելը։ Մենք կարդացինք Հռոմեացիս թղթերի մեջ, որտեղ որ ինքը ամենակալ Աստված ինձ եւ քեզ ասում է հետեւյալը. եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, ինքը Քրիստոսինը չէ։ Քրիստոսի հոգին լոկ միայն լեզուներ խոսալը չէ։ Չի եկել Աստված եւ Սուրբ Հոգին չի ուղարկել, որ այսօր անձնավորությունը լոկ միայն լեզուներ խոսի, ուղարկել է կյանքի փոփոխության համար։ Եվ ես հավատում եմ հետևյալին, իշքան ժամանակահատված եղել է, բաներ կա, որ մարդկային տեսանկյունով, երբ որ նայում ես ճիշտ է, բայց ունեցել ես հանդիմանություն։ Ինչի հետևանքով։ Սուրբ Հոգին է հանդիմանը։ Երբ որ քեզ ցավեցրել են, երբ որ քո դեմ սուտ բաներ են խոսել, մարդկայնորեն, եթե նույնը խոսես, վատ չի, ճիշտ է, բայց ճշմարտություն չէ։ Ճշմարտությունը եկել է քեզ հանդիմանելու, քեզ սովորեցնելու Քրիստոս կյանք ապրելը։ Եվ շատ անգամ մենք խոսում ենք Գաղատացիս 5-րդ գլխի մեջ գրված 22-րդ համարը, որտեղ որ գրված է Սուրբ Հոգու պտուղ։ Չի գրված Սուրբ Հոգու պտուղները։ Եվ այսօր կուզեի, որպեսզի Սուրբ Հոգու պտուղը մեր կյանքի մեջ լինի։ Ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին ամենակարող է, զորեղ է, աստվածության մեկ մասնիկն է։ Եկել է այսօր բնակվում է մեր մեջ։ Եկել է մեզ խրատելու, եկել է սովորեցնելու, եկել է հիշեցնելու, եկել է մեր մեջ այդ կյանքը կառուցելու։ Եվ երբ որ մենք կարդում ենք Սուրբ Հոգու պտուղների վրա գրված է, առաջինը Սուրբ Հոգու պտուղը սերը։ Եթե որ քո մեջ այդ պտուղը, այդ որակը չկա, դու Սուրբ Հոգու հետ կապ չունես։ Կարող է լեզուներ խոսած, կարդամ մեկ համար բոլորիս քաչ հայտնի Մատթեոս ավետարանի մեջ գրված է 7-րդ գլխում հետևյալ տողերը։ Մարդիկ եկան եւ ինչ ասեցին։ Շատերը կասեն այն օրը Տեր, չէ որ քանով մարգարացանք, քանով դևեր հանեցինք, քանով շատ զորություններ կորցրեցինք։ Եվ այս ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել։ Ինձանից դենը գնացեք, ով անիրավություն կորցողներ։ Նայեք ինչ հրաշքներ են կատարվել այս մարդկանց կյանքի մեջ։ Հիմի հարց եմ տալիս, կա մեր մեջ մեկը, որ այս 3 որակներն ունենա, այս հրաշքները, այս զորությունները են կյանքի մեջ։ Բայց հետաքրքիր Աստված ասում է, չեմ ճանաչում։ Սիրելի անմահոք է։ Ուղղակի այսօր մեր նպատակը պիտի լինի մեկը՝ իրոք Սուրբ Հոգով մկրտվել։ Այդ աստվածային բնությունը մեր մեջ իրեն կառույցը կատարի։ Գործք առաքելոց, երբ որ մենք կարդում ենք, Տեր Հիսուս Քրիստոս առաքյալների հետ խոսել էր եւ ասել էր, ավելի լավ է որ գնամ եւ Սուրբ Հոգին ուղարկեմ։ Եվ ուշադրություն դարձեք, ինչ տեղի ունեցավ Սուրբ Հոգուց հետո։ Առաքյալները, որոնք որ վախեցած էին, վերնատնից դուրս չեն գալիս, իրանք զորություն հական։
Սուրբ ոգին եկել է այդ կյանքի փոխանցմանը։ Պետրոս առաքյալ, որ վախեցավ, 3 անգամ ուրացավ Տիրոջը, առանց վախենալու քարոզեց, եւ այդ քարոզի կարճ քարոզի մեջ գրված է, որ 3000 մարդ դարձան դեպի Քրիստոսը։ Իսկ համար քուրեր ջան, եղբայրներ ջան, անդրադառնում եմ այդ վիճակին։ Երբ որ քարոզեց, երբ որ խոսվեց, հետեւյալ եղավ, երբ որ այս բանը լսեցին, իրենց սրտում զղջացին եւ ասացին Պետրոսին, մյուս առաքյալներին, ինչ անենք, մարդիկ եղբայր, Պետրոսն էլ նրանց ասաց, ապաշխարեցեք, եւ ձեզնից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունի։ Թեպետ եւ Աստված շատ անգամ մարդը ոտք է դրել եկեղեցի առանց խոստովանության, բայց Սուրբ Հոգով մկրտվել է։ Բայց այսօր Աստված ուզում է, որպեսզի մեր կյանքի մեջ սա լինի, գրված է հետեւյալը. ապաշխարեցեք, ձեզնից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար։ Ապաշխարեք։ Եղբայրս, քույրս, այսօր ժամանակահատվածն է, որ մենք լուրջ ապաշխարենք։ Նորից եմ ասում, ամենակալ Տիրոջ նպատակը մեր մեջ աստվածային կյանքի այդ ստեղծումն է, կառուցումն է, աստվածային բնության ստեղծումն է։ Ինքը ամենակալ Աստված իր Սուրբ Հոգին չի ուղարկել, որ իմ եւ քո կյանքի մեջ լոկ մի այդ նշան լինի, լեզուներ խոսալ, մարդկանց ցույց տալ, որ ես Սուրբ Հոգով մկրտված եմ։ Այսօր նպատակը մեկն է, նորից եմ ասում, ուշադրություն դարձեք Հովանու ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը այնքան պարզ է խոսում այս մասին, գրված է, բայց Մխիթարիչ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկե իմ անունով, նա ամեն բան կսորացնե ձեզ եւ կհիշեցնե ձեզ ամեն ինչ, որ ես ձեզ ասեցի։ Այսօր մենք շատ անգամ մոռանում ենք։ Եվ կուզեմ անդրադառնալ Պողոս առաքյալի խոսքերին Հռոմեացիս 11-րդ գլխի 13-րդ համար մեջ գրված տողերին։ Այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու սա հիշենք։ Ինչ է ասում Պողոս առաքյալը, որովհետեւ ես հեթանոսների առաքյալ եմ, իմ պաշտոնը փառավոր կենեմ։ Այսօր դու ունես մեծ պաշտոն Տիրոջ կողմանը, եւ Աստված ուզում է հիշեցնել, որ այդ պաշտոնը պիտի փառավոր անես։ Այսօր շատերը պաշտոնի տակ հասկանում են առաքյալ, մարգարե, երեց, եպիսկոպոս, սարկավակ չէ։ Ամենամեծ պաշտոնը, որ տրված է Տիրոջ կողմանը, հետեւյալն է։ Հռոմեացիս 12-ի առաջի համար մեջ գրված է. Արդ աղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենտանի սուրբ եւ Աստծուն ընդունելի պատարակ, որ ձեր բանավոր պաշտոնն է։ Այսինքն ամենամեծ պաշտոնը սուրբն է, որտեվ եպիսկոպոսը չէ, որ երկինք է մտնելու է սուրբը։ Այսօր համար խնդրանքս հետեւյալն է, որ այս մասին խորենք մտածենք։ Եվ կուզեմ հիշեցնել հետեւյալը։ Ես այդ մասին բազում անգամ խոսում եւ բազում անգամ ասում եմ։ Սուրբ Գրքի մեջ երբ որ մենք կարդում ենք Տեր Հիսուս Քրիստոսը հետեւյալը, ասեց մեզ առաքյալների միջոցով։ Գրված է. Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջ։ Հավատում ենք մենք սրան։ Հիմի հարց հետեւյալն է, հավատում ես, որ Սուրբ Հոգին քո մեջ է։ Սիրելի անմահ հոգի, եթե դու հիշես, հավատաս, որ քո մեջ Սուրբ Հոգին է, հարց եմ տալիս, մինչև անգամ մտքիդ մեջը կմեղանչես։ Այսօր մենք տրտնցրել ենք Սուրբ Հոգին։ Ուղղակի խնդրանքս է, զղջանք դառնանք դեպի Տերը։ Ասենք բարդ Տիրոջը, եղբայրներ, քույրեր, այսօր եկեղեցին Քրիստոսի տոնում է Պենտեկոստի օրը, բարդ Տիրոջը, որապես այդ տոնը իրապես Աստծո ժողովուրդը փառավորում է, որովհետև մեզ եկել է Սուրբ Հոգին, որ Քրիստոսի փոխարեն երկրի վրա այն գործը, որ անում էր Տերը, շարունակություն անում է Սուրբ Հոգին Հիսուսից վերցնում եւ մեզ փոխանցում է։ Երբ որ մենք Հիսուսին աղոթք ենք անում, Հիսուսը լսում է եւ ինքը Սուրբ Հոգու միջոցով մեզ գործում է մեր կյանքի մեջ։ Եթե ուշադիր եք գիշեր եղբայրը մի կարևոր բան շեշտեց, որ Սուրբ Հոգու գալուստի նպատակը նա էր, որպեսզի մեր բնությունը փոխի, եղբայրներ, քույրեր ջան։ Երբ որ հիշում եք, երբ որ Սավուղի վրա գրված է Սուրբ Հոգին իջավ, չէ, ասում է Սավուղը ուրիշ մարդ դարձավ, հետաքրքիր է, ինչ մարդ դարձավ։ Ու հետագայում երբ որ տեսնում եք ինքը փղշտացիների հետ պատերազմի ժամանակ, հենց առաջի պատերազմից հետո ասեցին, որ
քո ճշնամիներին բա այսպես չանենք, չարախոսել են եւ այլը, ասեց պետք չի ասեց, որպեսզի մենք արյուն թափենք, այսինքն Աստծո հոգին տեսեք ինչ արեց, եթե Աստծո հոգին չլներ, գուցե ինքը հենց այդպես վրեժ խնդիր լիներ, բայց Աստծո հոգին տեսեք ինչպեսի գործ կատարեց եւ փոխեց իր բնությունը, այսօր Աստծո նպատակն է իրապես մեր բնությունը իրապես փոխվի, մենք շատ հեշտ չենք փոխում եղբայրներ քույրեր, մեր հին բնությունը ապստամբ է եւ դրա համար էլ փառք Տիրոջը, որ մենք ունենք հնարավորություն եւ Աստծո հետ հաղորդակցելով իրապես մեր մեջ Սուրբ Հոգին այդ գործը կատարում է եղբայրներ քույրեր ջան։ Հակոբոս Արաքյալն ասում է մոտեցեք Աստծուն եւ նա ձեզ կմոտիկանա։ Մենք ինչպես ենք մոտիկանում։ Մենք աղոթքով ենք մոտիկանում, մենք զղջում խոստովանությունով ենք մոտիկանում եւ Տերը իրապես մեզ հետ սկսում է գործել եղբայրներ քույրեր ջան։ Պատկերացեք սարից երկու սարից արուններ են գալիս, մեկը պղտոր ջուրա, մեկը պարզ է։ Գալիս են իր հետ միանում են։ Միանալուց հետո մի որոշ ժամանակ պղտորությամբ գնում է, բայց հետո Պարզում է այդ գետը, ինչու որովհետև այդ մաքուրի զորություն ավելի մեծ է, քան թե այդ պղտորինը։ Երբ որ մենք իրապես տեղ ենք տալիս Սուրբ Հոգուն, հաղորդակցում ենք, Սուրբ Հոգու զորությունը վեր ամեն զորությունից եւ նա ունի այդ իշխանություն եւ կարողանում է մեր մեջ մեծ փոփոխություն կատարել։ Ես կարծում եմ, որ մեր միայն կողմը նա է, իրոք համաձայնվել Աստծո հետ։ Եթե անկեղծանանք եւ կտեսնենք մեր անցած կյանքից, կտեսնենք ինչքան տեղեր ա, որ մենք համաձայն չենք եղել Աստծո հետ, համաձայն չենք եղել։ Այո, մենք համաձայն չենք եղել, մեր մարդկային բնությունն է մեզի թելադրել։ Տեսեք առաքյալները ունեցել են Սուրբ Հոգի, ավետարան չեն ունեցել, բայց ունեցել են Սուրբ Հոգի, որ գործել այդ աստվածային զորությունով եւ ավելի մեծ զորությունով, այսօրապես մենք էլ ենք ուզում, փափագում ենք ունենք ավետարան եւ Սուրբ Հոգի, բայց այն զորությունը չի գործում, ինչու որովհետեւ մեզանից է կախված, ինչ չափով որ մենք տեղ ենք տալի, այդ չափով էլ Աստված մեր մեջ ներգործում է եղբայրներ քույրեր ջան։ Այո, փառք Տիրոջը, որ մենք ունենք Սուրբ Հոգի, որ հիմա մեզ օգնում է, մխիթարում է, գործում է, փառավորի իր մեծ անունը։ Այո, եթե հոգին մեր մեջ է եղբայրներ քույրեր ջան, մենք յուրաքանչյուրից մեկը կարող ենք որևէ մեկի համար դեղամիջոց դառնալ, մխիթարիչ դառնալ։ Երբ որ կարդում ենք Փիլիմոնի գրքի մեջ մի գլուխը 7-րդ խոսքի մեջ Պողոս Արաքյալն ասում է. ուրախանում եմ ու գոհանում եմ Աստվածանից, որ քեզանով շատերի սրտերը հանգիստ են գտել։ Մյուս թարգմանիչ ասում է, որ մխիթարություն են գտել։ Տեսեք ինչքան մարդիկ կան այսօր իրապես մխիթարության կարիք ունեն եւ փառք Տիրոջը, որ Սուրբ Հոգով լցված եղբայրները, քույրերը կարողանում են մխիթարել, կարողանում են դեղամիջոց դառնել, կարողանում են ելքը ցույց տալ, որպեսզի այդ մարդը դուրս գա այդ ծանր իրավիճակից, փառք Տիրոջը, եւ այդ հոգին նույնն է հիմա էլ մեր մեջ գործում է եւ մեզ սովորեցնում է, այդ անունը փառավորվի։ Անկամ Սուրբ Հոգին Հռոմեացիս 8 գլխում ասում է 26 խոսքում ասում է անգամ դուք չգիտեք անգամ թե ինչպես աղոթք անել, դուք պատկերացնում եք, այո, եթե մնա մեզ, մենք իրոք չգիտենք, բայց մենք ունենք Սուրբ Հոգի, որ նա մեզ սովորեցնում է եւ անբարբար հառաչանքով բարեխոսում է բոլոր սուրբերի համար, որ մեր տկարության ժամանակ իրապես Սուրբ Հոգին այցելում է եւ մեզ օգնում է, իր անունը փառավորվի։ Պողոս Արաքյալը քանի տեղեր ինքը իրապես ուրախանում է, որ իրապես Սուրբ Հոգին գործում է եկեղեցու մեջ եւ ինքը ասում է, որ ես կարդամ մի տեղ Սուրբ գրքից, այս համարն էլ կարդամ Հռոմեացիս 8:26 համարը, այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որտեղ թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք, ինչպես արժան է չգիտենք, բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում եւ սրտերը քննողը գիտե թե ինչ է հոգու խորհուրդը, փառավորվի իր մեծ անունը։ Այո, մենք իրապես կարիք ունենք, որպեսզի Սուրբ Հոգին մեզ հետ գործի։ Միտեղ Պողոս Արաքյալը Կորինթոսի եկեղեցուն ասում է չլա թե ձեր հավատքը մարդկային իմաստությունով լա, այլ Սուրբ Հոգու զորության ապացույցով է։ Սա շեշտում է, որ հնարավոր է նաև այդ հավատքը գործի մարդկային իմաստությունով, որովհետև իրապես նաև այդպիսի կա հավատ։ Պողոս Արաքյալն այնպես չի գրում, նա իրապես իր փորձառությունից է գրում, որ իրապես կային հավատացյալներ,
որ մարդկային իմաստությունով են գործում, բայց նաև այն հավատքը, որ Սուրբ Հոգու զորությամբ է գործում, նա իրապես իր արդյունքը ցույց է տալի, իր պտուղը ցույց է տալի, եւ իրապես մարդը տեսնում է, որ իրապես իր Սուրբ Հոգին է իրեն առաջնորդել։ Ինչքան ա եղել, որ մենք որոշումներ ենք կայացրել, որ Սուրբ Հոգու չի եղել, եղբայրներ քույրեր ջան։ Երբ որ նայում ենք առաքյալները ինչ խնդիր որ լինում էր, նրանք աղոթում էին եւ Սուրբ Հոգուց էին ստանում այդ պատասխանը։ Ես թեկուզ իմ անձի վրա եմ ասում, պարագաններ աղել, որ որոշումներ պիտի կայացվեր եւ երևի թե գուցե շտապել ենք, գուցե գործել ենք, բայց առանց Սուրբ Հոգու, ինչքան կարեւոր է, որ մենք ինչ պարագալն, ինչ խնդիր ուզմալի հավատանք, որ Սուրբ Հոգին կարող է մեզ հետ խոսել։ Ես հիշում եմ Դերեկ Պրիսը այսպիսի վկայություն ա տալ, ասма հայտնվել ենք մի խոր անտառի մեջ եւ կողմնացույց չունեինք, ասма եւ ասեցի Տեր Աստված, ես ինչ անեմ, ես մոլորվելու եմ, ասма Սուրբ Հոգին հստակ ձայնով խոսեց, ասեց այս ճանապարհով գնա։ Եվ փառավորվի Տեր, անգամ ամեն իրավիճակի մեջ Աստված կարող է իրապես ելքը մեզ ցույց տա։ Նա է մեր փրկիչը, որ նա մեզ համար հոգս անում։ Նա իրապես գիտի մեր տկարությունը, գիտի մեր պակասությունը, գիտի, որ մենք ինչի կարիք ունենք եւ իրապես ինքը գործում է մեր կյանքի մեջ։ Ես հիշում եմ, որ նոր ապաշխարել է, այդ հավիտենական կյանքին չէի հավատում։ Եղբայրները ասում են, գլխումս չէր մտնում։ Եվ մի օր ես առանձնացա եւ իրապես ծունկի եք ասի Տեր Հիսուս ջան, ես խնդրում եմ, հավիտենական կյանքը ինձ մոտ բացված չի, օգնիր, որ ես հասկանամ, այս ինչ են ասում, միթե մահից հետո էլ ինչ, մահը մեռավ եւ գնաց, բայց իրապես անցավ մի որոշ ժամանակ, ես աղոթքից հետո անգամ մոռացել եմ եւ մի շաբաթ հետո այդպես Աստված իր Սուրբ Հոգով այցելեց եւ իրապես ինձ ցույց տվեց։ Տարավ երկինքը, տարավ ցույց տվեց երկնային Երուսաղեմը, ասեց ահա տեսեք ինչ ասես համար պատրաստված բոլոր սուրբերի համար եւ ես չէի ուզում հետ գամ, բայց երբ որ ինքը բերեց, ասեց որ դեռ ժամանակը չէ, մաքրվեցեք ու սրբեցեք, իմ գալուստս մոտ է։ Այո, մենք ունենք Սուրբ Հոգի, որ մեզ օգնում է, մաքրվենք ու սրբենք եւ պատրաստվենք իր թագավորությունը ժառանգելու։ Մեզ համար մեծ օրհնյալ թագավորություն է պատրաստված, որ իրապես բոլոր սուրբերը պետք է ժառանգեն հավիտենական կյանքը, եղբայրներ քույրեր ջան։ Մեզ է ժամանակ է տրված, որ այս ժամանակների մեջ էլ մենք էլ այսպես ասած անտարբեր չլենք ու անհոգ չլենք, ինչպես Սուրբ Գիրքն է մեզ զգուշացնում, որ շատ անգամ իրապես մենք անհոգության ենք մտնում, տկարանում ենք, հեռանում ենք, բայց Սուրբ Հոգին դարձյալ մեզ անհանգստացնում է եւ զգուշացնում է եւ օգնում է, ասում է ետ դարձեք։ Այո, մենք ունենք Սուրբ Հոգի։ Պողոս առաքյալը Հռոմեացի 9-րդ գլխում առաջի խոսքի մեջ ասում է եւ Սուրբ Հոգին էլ ասում է վկայություն ատալի իմ խճմտանքի միջոցով։ Այսինքն մենք ունենք խճմտանք, որի միջոցով Սուրբ Հոգին մեզ հետ խոսում է։ Եվ եթե մեր խիղճը մաքուր է, այո, եթե մենք մաքուր ենք պահում, նա արձագանքում է, նա չի կարող անտարբեր մնա, որտեղ Սուրբ Հոգին մեր խճմտանքի միջոցով մեզ արթնացնում է, մեզ օգնում է, մեզ խոսում է, մեզ այսպես լրացնում է եւ մեզ զորացնում է, որ մենք նրան նրա կարիքն ենք ունում, եղբայրներ քույրեր ջան։ Եվ Եփեսացիս 3-րդ գլխի 13 համարի մեջ էլ այսպես է գրած. Վասն որը աղաչում եմ, որ չձանձրանաք իմ նեղություններում ձեզ համար, որ ձեր փառքն է, սրա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առաջին, որից ամեն նահապետություն երկնքումը եւ երկրումս անուն է առնում, որ իր փառքի հարստությամբ պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք իր հոգու ձեռովը ներսի մարդումը, որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերում, փառավորվի իր ամեցանը, ասում է իր հոգու ձեռովը, այսինքն Սուրբ Հոգուն մենք ուղղակի պիտի հնազանդվենք, մենք պիտի նրա կարիքը զգանք, մենք պիտի ուզենանք, որպեսզի նա խոսի։ Ես ինչու համար այդ վկայությունը պատմեցի, Աստված գիտի մեր տկարությունները, նա գիտեր իմ անհանգստությունը, որ ես ունեի այդ խնդիրը, իմ մեջ չկար այդ հավատքը հավիտենական կյանքի, բայց իրապես Աստված իր Սուրբ Հոգով այցելեց եւ իրապես ինձ այդ ամենը ապացուցեց, հաստատեց եւ զորացրեց, որ դրանից հետո ես այլևս չերկմտեմ, այլ հավատամ ավետարանի ամեն մի խոսքին։ Այո, Հիսուս խոստացել, ես պիտի գամ եւ ձեզ երկինք պիտի տանեմ։ Այո, մենք հավատում ենք իր խոստմունքին, որովհետեւ նա Աստված է, իր խոսքով երկինքն է ստեղծել, եւ մենք այլևս կասկածի առիթ չունենք։ Մեզ մնում է ապավինել Տիրոջը, վստահել նրան։
Շատ անգամ իրապես մեր հոգևոր կյանքում լինում է պարագաներ, որ իրապես վստահություն Աստծո վրա մարդիկ կորցնում են։ Գիտեք ինչ այդպես լինում է։ Եվ Եբրայեցիս 10:35 համարի մեջ գրված է, ասում է դեն մի գցեք այն վստահությունը Աստծո վրա։ Այսինքն ուզում ասել, որ առաքյալ նկատել էր հոգևորներ կային, արդեն դեն են գցել։ Մարդը ընդհանրապես վստահությունը երբ է կորցնում Տիրոջ վրա։ Երբ որ աղոթում է, հոգսանում, աղոթում, տեսնում է պատասխան չկա, չէ, եւ կարծես թե մի հատ հուսահատություն է գալիս եւ կարծես թե վստահությունն էլ Աստծո վրա կորսում է եւ երևի Աստված ես արժան չեմ, երևի տարբեր մտքերով ինքը այսպես ասած Աստծուց կարծես թե օրեցօր հեռանում է։ Բայց առաքյալը մեզ զգուշացնում է, ասում է դեն մի գցեք այդ վստահությունը, պարզապես համբերություն ապես, ժամանակ ապես ձեզ, այդ ժամանակը ինչի համար է մեզ պետք, ինչի համար է մեզ այդ ժամանակը տվել Տերը, ասում է որ Աստծո կամքը անելով խոստմունքը ստանաք։ Գուցե մենք ասենք Տեր, չէ որ դու մեզ խոստացել ես, իրապես Տեր, ես քո բժիշկն եմ Տեր, ահա ես տկարությունն եմ Տեր, ես ուզում եմ որպեսզի դու ինձ բժշկես, եւ բայց Տեր ասում է համբերություն ապեց ձեզ Աստծո կամքը անելով ստանաք։ Աստված ուզում է մեր միտքը բացի, որ մենք ամբողջությամբ ընծայվենք այս սուրբ գործին եւ փափագենք իր կամքը կատարելու։ Ինչպես Տերը մեզ սովորեցել, ասեց ոչ թե իմ կամքը, այլ ասեց քո կամքը։ Մենք էլ նորից եմ ասում, եթե անկեղծանանք ու խոստովանենք, ինչքան դեպքեր ա եղել, որ մենք այդպես չենք ասել ենք չէ, քո կամքը չեմ ուզում։ Անկեղծանանք, բայց եթե համաձայնվենք, Աստված զորացնում է։ Այո, փառավորվի Աստված, նա գիտի մեր տկարությունները, նա գիտի մեր վիճակը եւ նա կարող է մեզ օգնել եղբայրներ քույրեր ջան։ Պարզապես մեզ պետք է վստահել եւ համբերությամբ սպասել։ Եթե պատասխանը չի եկել, եթե ուշացել է, դարձյալ սպասենք Տիրոջը։ 40 Սաղմոսի մեջ Դավիթ թագավոր ասում է. սպասելով սպասեցի Տիրոջը, պատկերացնում եք, եւ նա հանեց ինձ տիղմոտ ցեխիցը եւ մի բարձր վեմի նրա դրավ, նոր երկդրավի բերանումը եւ ես փառաբանեցի Տիրոջը։ Շատ երկար է սպասել, եղբայրներ քույրեր ջան։ Երբ որ մարդը շատ երկար սպասում է, ինքը տկարանում է, բայց այսօր Աստծո խոսքը մեզ կրկին անգամ հուշում է, որ դեն մի գցի այդ վստահությունը, նա կենթանի է, նա գիտի քո աղոթքը լսել է, անպատասխան չի թողնի։ Երբ որ ես աղոթք եմ, այդ պատասխանի ես հույս չունեի, բայց մի շաբաթ հետո Տերը այցելեց եւ այդ հրաշքը կատարեց, իմ մեջ հաստատեց հավիտենական կյանքը եւ ասեց հիմա գնա եւ գործիր ինձ համար, փառավորվի իր մեծ անունը։ Մենք էլ իրապես ներողություն, մենք էլ կարիք ունենք իրապես Սուրբ Հոգու եղբայրներ քույրեր ջան։ Մենք երկրի վրա ապրում ենք եւ մենք առանց Սուրբ Հոգու կարելի ասած, եթե մենք մերժում ենք Սուրբ Հոգուն, մենք անտեր ենք դառնում, որովհետեւ Սուրբ Հոգին է, որ մեզ օգնում է, մեզի առաջնորդում է։ Պատկերացրեք, օդաչուն ինքնաթիռում վարում է ինքնաթիռը, չէ՞։ Նա չի տեսնում, նա մենակ կամպերն է տեսնում, նա ոչ ճանապարհը գիտի, հույսից գնա, հարավ գնա, բայց նա ինչով է կառավարվում այդ պրիբորները, որ իր վրա կա, նա նրանով է կառավարում, իրապես եւ հասնում է տեղ։ Մենք եթե իրապես կառավարվենք Սուրբ Հոգու, եթե լսենք նրա ձայնը եւ հնազանդվենք, ես հավատում եմ Սուրբ Հոգին, նա անձա, նա խոսում է մեզ հետ, եղբայրներ քույրեր ջան։ Շատ անգամ ասում են, Աստված ոնց է խոսում։ Գործք Առաքելոց 13-րդ գլխում գրված է երկրորդ խոսքի մեջ, եւ ասում առաքյալները ծոմ պահեցին եւ աղոթք արեցին եւ Սուրբ Հոգին ասեց։ Սուրբ Հոգին ինչպես է խոսում, ինչպես է ասում։ 9-րդ գլխում Հռոմեացիս ես հիշեցրի եւ ասում նա վկայություն է տալի իմ խճմտանքի, ասում եւ Սուրբ Հոգին վկայում է իմ խճմտանքի միջոցով։ Այո, երբ որ մարդը աղոթքի է գալիս, պետք է նաեւ լսի ներսի ձայնը, թե Սուրբ Հոգին ինչ ասում։ Նա կենթանի է, եթե թոքսով ենք եկել, ուրեմն ինքը անպայման խոսելու է մեզ հետ, մեզի խաղաղությունն է տալու։ Պարտադիր չի որ պատասխանը քո ուզածի պես գա, բայց ինքը նաեւ խաղաղությունն է տալի։ Մենք պետք է հետևենք նրան։ Սա է կարևորը եղբայրներ քույրեր ջան, հոգեվոր կյանքի մեջ օրապես մեր բնությունը իրապես փոխվի։ Այո, մենք փոխվելու ենք, եթե ամեն օրվա մեջ մենք փնտրենք նրա եսը եւ նրա զորությունը խնդրենք, եղբայրներ քույրեր ջան։ Դրա համար ես էլ հորդորում եմ ինձ էլ մեզ բոլորիս էլ, որովհետեւ այսօր մենք բոլորս էլ այդ մխիթարության կարիք ունենք։ Սուրբ Հոգի մխիթարիչ, այսինքն նա պատրաստ է ամեն պարագայի մեջ իր մխիթարի ձեռքը տարածի մեզ վրա, քույրեր եղբայրներ ջան։ Թող Աստված մեզ օգնական լինի։
Ես կուզենայի, որպեսի մենք այս աղոթքով գանք Տիրոջ առաջ ու այս աղոթքի մեջ նաև խոստովանություն էլ անենք, Հիսուս ջան, ներիր իրապես շատ անգամ տրտմեցրել ենք Սուրբ Հոգուն Տեր ջան, ներիր Աստված իմ, ես այսօր ուզում եմ իմ ուխտս նորոգեմ, Պենտեկոստեի օրն է Տեր, թող քո հոգին աղրատապես իշտի ամեն մեկի վրա, ամենը լցվեն հոգյովդ, բորբոքվեն հոգյովդ, փոխվեն դեպի քեզ դառնան, ինչպես Սավուղը փոխվեց, մենք էլ փոխվենք եւ քո Աստվածային բնությունը առնենք, Աստված մեր ամենակալ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ քույրեր, ինչպես եղբայրներս արդեն հիշեցրեցին, որ այսօր Պենտեկոստեի օր է, եւ շատերը, որ այսօր միգուցե նոր են ասեմ ինչ-որ բաներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոստում տվեց, որ ինքը երբ որ գնա Սուրբ Հոգին կուղարկե, եւ դա եղավ իր հարությունից հետո 50 օր հետո, ինքը երբ որ հարություն առավ 40 օր երկրի վրա շրջեց եւ համբարձավ, չէ, եւ 10 օր հետո ուղարկեց Խոստացյալ Սուրբ Հոգին եւ 50 օր ընդհանուր առմամբ գիտեք բանը, երբ որ մենք Աստվածաշունչը այդպես ընդհանուր նայում ենք, հին ուխտի մեջ մենք ավելի շատ տեսնում ենք Հորը եւ Եհովա Աստվածը իր ստեղծագործությունը եւ ինքը խոսում էր մարդկանց հետ, Մովսեսի հետ խոսեց, չէ, շատ շատերի հետ, Աբրահամի հետ խոսեց եւ հին ուխտի մեջ կար նաեւ Սուրբ Հոգին, եղբայրը հիշեցրեց, որ շատ անգամ Սուրբ Հոգին իջնում էր մարդկանց վրա, լինում էր մարդկանց հետ եւ հին ուխտի մեջ նաեւ կա որդու մասին, հիշում եք, երբ որ Դանիել մարգարության մեջ, չէ, իրանց գցել էին կրակը եւ Նաբուկոդոնոսորն ասեց, մեկը տեսնում եմ Աստծո որդու նման եւ շատ անգամներ կա, երբ որ մարտնչեց հրեշտակի հետ, այդպես Տեր Աստծո որդին շատ էր, այդպես ի հայտ գալիս իհարկե մարդիկ չէին ճանաչում, բայց ասում է, որ ես սքանչելի եմ, չէ, եւ շատ անգամներ այդպես հրեշտակի ձևով է նշված, բայց որդին հայտնվում էր։ Վերջապես հին ուխտի մեջ Մովսեսը շինեց խորանը, այն ժամանակ, երբ որ Իսրայելը դուրս եկավ, խորանը պատրաստեցին, որ Իսրայելը պաշտեր անապատի մեջ, այդ խորանը շարժական էր, չէ, դու գիտեք վարագույներով էր, հա, շարժական էր, գնում էին իրանց հետ տանում էին վրանների մեջ, այդպես պատրաստված, կան ճարտարապետներ, չէ, կան իմաստուն մարդիկ, որ այդ խորանը կառուցում էին, որ այնտեղ պիտի զոհակատարություններ լիներ, վերջապես աստվածապաշտությունը իհարկե մարմնավոր Իսրայելի դեպքում այդպես էր, եւ եղբայրներ քույրեր, հիմա մենք ապրում ենք նոր ուխտի ժամանակաշրջանում, որ մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսը նաև Դավիթի ժամանակները, որ ինքը ուզում էր տաճար կառուցել, չէ, տաճարը կառուցել եւ դա կառուցեց իր որդին Սողոմոնը, բայց հիմա եկավ Աստծո որդին, կարծես աստվածապաշտությունը հին ուխտի մեջ մարմնավոր, երկրավոր, ծիսակատարություններով, սովորություններով, լվացմունքներով արտաքին աստվածապաշտություն էր եւ Իսրայելը կար ինչ-որ պատվերներ, բաներ կար իրանց կարելի էր ուտել, չուտել, էս անել, են անել, վերջապես եկավ մինչև մեր օրերը Քրիստոսի ինչ-որ մի բան փոխվավ եւ Գրիշա եղբայրը կարդաց Ստեփանոսի մասին եւ ուզում եմ իր խոսքերից կարդամ, երբ որ ինքը մինչև քարկոծվելը վկայում էր Իսրայել ժողովրդին, Աբրահամի սերունդին եւ իր խոսքերի մեջ վերջում ինքը այսպիսի խոսքեր է ասում, բավականին զրուցելուց, սկզբից գալուց ինքը այսպիսի խոսքեր է ասում. Սակայն բարձրյալը ոչ թե ձեռագործ տաճարներում է բնակվում
ինչպես մարգարեն է ասում. երկինքի իմ աթոռն է եւ երկիրը իմ ոտների պատվանդանը, ինչպիսի տուն տիշինեք ինձ համար, ասում է Տերը, կամ որն է իմ հանգիստ առնելու տեղը։ Եղբայրներ, քույրեր, այդ աստվածապաշտությունը հին ուխտից եկավ դեպի նոր ուխտ, եւ այն շինարարությունը, որ կառուցվում էր մարդից դուրս, այդ տաճարը, որ շինվում էր այս աշխարհի քարերով մարմնավոր, հիմա Սուրբ Հոգին եկել է մեր մեջ, որպեսզի կառուցե մեզ որպես Աստծո տաճար։ Եվ դա վկայում է Պողոս առաքյալը, եղբայրներ, քույրեր, իր խոսքերի մեջ, առաջի Կորինթացիս 3-րդ գլխի մեջ, եւ մի քանի տեղեր է հիշատակում, որ մենք Սուրբ Հոգու տաճար ենք եւ Աստծո Հոգին բնակվում է մեր մեջ։ Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո Հոգին բնակվում է ձեզանում։ Եվ Պողոս առաքյալը Եփեսացիս թղթի մեջ 2-րդ գլխի 19-20 համարներում խոսում է Սուրբ Հոգու գործի մասին կարևոր, որ եկել է մեր մեջ անելու հետևյալ գործը։ Եփեսացիս թուղթ 2-րդ գլուխ 20 խոսքից կարդամ. առաքյալների եւ մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է, եւ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերով, որ նրանում դուք էլ նրա հետ շինվում եք Աստծո բնակարան հոգով։ Եղբայրներ, քույրեր, Սուրբ Հոգին Տերը ուղարկեց մեր սրտերի մեջ, որպեսզի մեր ներսը դարձնի Աստծո տաճար։ Եվ մենք այսօր դառնանք Աստծո բնակարան։ Նա եկավ որպես ճարտարապետ, եւ մենք տեսնում ենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն ծննդոցից մինչեւ Աստվածաշունչի վերջը հայտնություն, որ երեքը մեկ են։ Եվ երբ որ Աստված ստեղծեց երկինք երկիրը, ասում է Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա, եւ կար Աստված եւ Աստծո Հոգին, եւ ինքը ասեց մեր պատկերով մարդ ստեղծենք։ Եվ բոլոր տեղերում այս երրորդությունը երեք անձը երևում են, եւ նոր ուխտի մեջ Աստված մեր մեջ դրեց Սուրբ Հոգին, որպեսզի ինքը այն շինարարությունը, որ կատարում էին մարդիկ երկրի վրա, իմաստուն ճարտարապետներ, որ Մովսեսը գտել էր եւ Աստված ասում է, որ նրանց լցրի իմաստությամբ եւ շինեցին այդ խորանի բոլոր բաները իմաստությամբ եւ կային պղնձագործներ, ճարտարապետներ, թելով հյուսվածքներ անողներ, այս բոլոր նրբորեն գործը հանձնված է մեր ժամանակներում Սուրբ Հոգուն, որպեսզի նա մեր մեջ կառուցե Աստծո բնակարան եւ Աստված ապրի մեր մեջ։ Նրա գլխավոր նպատակն է, որ Աստված այսօր ապրի մեր սրտերի մեջ։ Ինքը ասեց, որ դուք Սուրբ Հոգու տաճար եք եւ Կորինթացիս թղթի մեջ հետևյալ խոսքերը ուզում եմ կարդամ, որ Պողոս առաքյալը երևի այս Կորինթացիս եկեղեցին, այս Կորինթոսը ընդհանրապես կուրքերով լեցուն է եղել եւ այս Կորինթոսի մեջ շատ կռապաշտություններ են եղել եւ Պողոս առաքյալն ասում է կամ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուրքերի հետ, որովհետև դուք կենթանի Աստծո տաճար եք, ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ եւ նրանցում ման կգամ, եւ նրանց Աստված կլինեմ, նրանք իմ ժողովուրդ։ Նրա համար նրանց միջիցը դուրս գնացեք, բաժանվեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դիպչիկ, եւ ես կընդունեմ ձեզ։ Այսօր եղբայրներ, քույրեր, Տերը իր Սուրբ Հոգին ուղարկել է մեր մեջ, որ Քրիստոս տաճարի շինարարությունը, Քրիստոսի խորհուրդը, որովհետև այս գործը այն մեր հոգու աշխարհում երկնային կյանքի այս բնության ձևավորումը, դա մարդկային իմաստության բան չէ, դա խելքից չէ, դա ինչ որ աշխարհի գրագիտությունից չէ, աշխարհի վիճակից չէ, մեր իմաստությունից, մեր ազգությունից, մեր ինչ որ ազնվականությունից չէ, դա Սուրբ Հոգու գործն է, որտև Զաքարիա մարգարության 4:6-ում ասում է Տերը, ոչ թե զորությունով է, ոչ թե ուժով է, ապա իմ հոգով է, ասում է Տերը, եւ այն շինարարությունը, որ երկնային է, որ Աստված պիտի հագցնե մեզ իր որդու պատկերը եւ մեր մեջ կառուցե տաճարը եւ ինքը լիարժեք բնակվի մեր մեջ
եւ ինքը քայլե մեր մեջ, մեր սրտերի մեջ, սա ոչ թե մարդկային խելքի բան է, սա Աստծո Սուրբ Հոգու գործի արդյունքն է։ Եվ այն մարդիկ, ովքեր կտրվեն, ովքեր կհանձնվեն Սուրբ Հոգու ձեռքերի մեջ, Տերը այդ շինարարությունը կանե իրանց սրտերի մեջ։ Եղբայրներ, քույրեր, Եսօր Աստված իր հոգով եւ Հովհաննեսն ասում է, սրանով գիտենք, որ Աստված մեր մեջն է եւ մենք նրա մեջ, որտեւ իր հոգուցը տվավ մեզ։ Եվ Աստված այսօր ուզում է, որ մենք ոչ թե խորանի մարմնավոր մասնիկներ լինենք, Սողոմոնի տաճարի ինչ որ քարերը լինենք, Աստված իր Սուրբ Հոգով մեզ կենթանացրել է եւ դարձրել է կենթանի քարեր, որպեսզի մենք նրա մարմնի մասը կազմելով կենթանի քարերի պես շինվենք հոգևոր տաճար եւ հոգևոր տաճար լինելով Աստված մեր մեջ բնակվելով մեր պատարակները աստվածապաշտությունը եւ երկրպագությունը այդ ժամանակ է որ հաճելի է լինում Աստծուն, որտեւ Աստված մարդկանց ձեռով չի պաշտվում եւ մարդկային իմաստությունով պաշտամունքը դա հաճելի չէ Աստծուն։ Դրա համար ես ուզում եմ կարդամ Գործք առաքելոց 17-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը Աթենքում ման գալով այսպիսի խոսքեր է ասում. Այն Աստվածը, որ աշխարհս եւ ամեն բան, որ նրանում կա, արավ, նա երկինքի եւ երկրի Տերը լինելով ձեռագործ տաճարներում չի բնակվում եւ ոչ էլ մարդկանց ձեռով է պաշտվում իբր թե մի բանի կարոտ, նա է ամենի կյանք եւ շունչ եւ ամեն բան տվողը։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նա մարդկային իմաստության, աստվածապաշտության կարիքը չունի, երկրավոր անձից դրդված, հորինված, սարկված, շինված, ինչ որ մարդկային առասպելներով կառուցված աստվածապաշտության, հնուց եկած, ավելացրած, պակասեցրած աստվածապաշտության կարիքը չունի Տերը, նա մեր մեջ դրել է իր Սուրբ Հոգին, եւ այդ Սուրբ Հոգին այն չորացած ոսկորների պես, ինչպես Եզեկիա մարգարության մեջ է ասում, որ այս չորացած ոսկորները, որ դաշտում ընկած էին, մարգարեին ասեց սրանք կկենդանանան, ասեց դու գիտես Տեր, եւ նրանց մեջ հոգի եկավ, եւ նրանք շարժվեցան, ոսկոր ոսկորի կպավ։ Մենք ամեն մեկս այդ ոսկորներն ենք անհատապես չորացած, եւ աշխարհից Տերը բերեց, շարժեց իր Սուրբ Հոգով, կպցրեց ոսկոր ոսկորի մեր մեջ կենթանություն դրեց, որպեսզի մենք այս աշխարհում կենթանի լինենք Հոր համար։ Եվ Սուրբ Հոգին մեզ կենթանացրեց եւ ասում է. «Ով Իսրայելի տուն, դուք եք այդ չորացած ոսկորները»։ Այո, եղբայրներ, քույրեր, մենք մեռած ենք մեր մեղքերի մեջ, մենք մեռած ենք եւ Աստծո Հոգին եկավ մեզ կենթանացնելու, դարձնելու կենթանի տաճար եւ մեր մեջ բնակվելու եւ ապրելու եւ մեզ ժառանգոր դարձնելու, Աստծո որդու պատկերը հագցնելու, այդ բնությունը մեր մեջ բերելու, նմանեցնելու Հորը, որպեսզի մենք երկինքը մտնենք աստվածային բնության հաղորդ լինելով։ Դրա համար այդ կենթանության համար նաև Պողոս առաքյալը Հռոմայացիս թղթի մեջ ասում է հետևյալ խոսքերը. Ես կարդամ, տեսեք, եւ ամեն մարդ պիտի կենթանանա, եթե Սուրբ Հոգին մեզ չկենթանացնե, մեր աստվածապաշտությունը իզուր է։ Մարդկային իմաստությունով, ինչպես եղբայրը հիշեցրեց, որ մարդկային իմաստությունով աստվածապաշտությունը Աստծուն հաճելի չէ, այլ կենթանի հոգով, երբ որ դու մարդը կենթանացել ես աշխարհում Աստծո համար եւ փնտրում է Աստծո կամքը եւ բացարձակապես ուզում է հաճելի լինել Աստծուն, Աստծո խոսքն ասում է. «Եվ եթե Քրիստոսը ձեզանում է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, հոգին կենթանի արդարության համար։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմինները կկենթանացնե իր հոգով, որ ձեզանում բնակված է»։ Աստված իր հոգով եկավ մեր մեջ բնակվելու, որ կենթանացնե մեր մահկանացու մարմինները, ազատե մեղքից, մահից, այդ ազատությունը, որ նաև բերավ Սուրբ Հոգու միջոցով, որտեղ Պողոս առաքյալը գրում է, որտեղ Տիրոջ հոգին է,
այնտեղ ազատություն է։ Այո, եղբայրներ, քույրեր, նա եկավ մեր մեջ այդ շինարարությունը անելու, Քրիստոսը կառուցելու մեր մեջ, այն գործը, որ Քրիստոսը սկսեց, Սուրբ Հոգին եկավ ավարտելու, եւ երկրի վրա Աստծո խոսքն ասում է, երկնքում միաբան են Հայրը, Բանը եւ Սուրբ Հոգին, երկրի վրա միաբան են Սուրբ Հոգին, ջուրը եւ այրունը, Աստծո խոսքը եւ Քրիստոսի այրունը եւ Սուրբ Հոգին միաբանվելով մեր մեջ կատարում են երկնային Հորը կամքը, այդ շինարարությունը, նա որպես ճարտարապետ մեր սրտերի մեջ կերտում է երկնային կյանքը, որպեսզի պատրաստում է եկեղեցին, շինում է եկեղեցին, ներսի մարդու մեջ նորոգում է եկեղեցին, զորացնում է, հագցնում է Քրիստոս պատկերը եւ դրա համար Աստծո խոսքն ասում է, Աստծուն նմանող եղեք սիրելի զավակներու պես։ Այսօր Սուրբ Հոգին եկել է մեզ նմանեցնելու երկնքին, մեր մեջ բնությունը ձևավորելու, ինչպես եղբայրներս խոսեցին, հագցնելու այդ կյանքը Աստծո որդու, որտև Հովհաննեսը գրում է իր թղթերի մեջ, Հովհաննեսի թուղթ 5:9, ով որ Աստծո որդուն ունի, նա կյանք ունի, ով որ Աստծո որդուն չունի, կյանքը չունի։ Սուրբ Հոգին եկավ եղբայրներին հիշեցրին, որ մեր մեջ Քրիստոսի ասածները եւ խորհուրդը ձևավորե, որպեսզի մենք չմնանք մարմնավոր, չմնանք երկրավոր, որտեղ Պողոս առաքյալն ասում է, մարդկային իմաստությունը, իշխանությունը, թագավորությունը բավարար չէ ճանաչելու Քրիստոս կյանքի խորհուրդը։ Եթե ճանաչեին այս աշխարհի իշխանները, նրան խաչը չէին հանի, բայց Աստված մեզ հայտնեց իր հոգով, Սուրբ Հոգին մեզ բացեց իրական կյանքը երկնային եւ Քրիստոսի խորհուրդը, դրա համար առաքյալները այդ հոգին ունենալով իրանց ճիշտ է Սուրբ Հոգին գործում էր Պողոս առաքյալի հետ, Պետրոսի հետ, կաղը բժշկվում էր, շատերը առողջանում էին, բայց մի կարևոր բան կար, որ առաքյալները ձուլվել էին Սուրբ Հոգով եւ դարձել էին մեկ։ Եվ ամեն այս աշխարհից եկած մարդիկ տարբեր տեղերից, Իսրայելի տարբեր ցեղերից հավաքվելով Աստծո խոսքն ասում է, դարձել էին մեկ սիրտ, մեկ հոգի, եւ սա կատարել էր Սուրբ Հոգին երկրի վրա, մարդկանց բերել էր նույն հավատքին, նույն հոգուն, դրա համար Պողոս առաքյալն ասում է, ընդունեք նրան, որ իմ սրտի կտորն է, չէ որ մենք նույն հոգով վարվեցանք, եւ նույն խորհուրդը մեր մեջ եղավ, եւ առաքյալների մեջ այդ հոգին էր, եւ եկեղեցին դարձավ մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ հոգով մկրտվեցան, մեկ մարմին լինելու, եւ նրանց մեջ ապրում էր Տերը, քայլում էր բացարձակ գործք առաքելոցի մեջ, Սուրբ Հոգին գործում էր, աշակերտները մեկ էին, եւ նրանք կտրվել էին այս աշխարհից, նյութական աշխարհից, ոչ մեկը չէր ասում իր ստացվածքի համար, նրանց աչքերը մարմնի վրա չէր, անձի կյանքի վրա չէր, նյութականի վրա չէր, նրանք կտրվել էին այս աշխարհից եւ դարձել էին երկնային քաղաքացիներ, սուլվել էին Սուրբ Հոգով, դարձել էին մեկ եւ այդ մեկությունը չկարողացավ աշխարհը բաժանել։ Տարբեր տեղեր առաքյալները ցրվան, բայց եղան նույն հոգով, նույն կամքի մեջ, նույն Սուրբ Հոգին է նրանց հետ եւ առաջնորդում էր Տերը, որտեղ նրանք բոլորը խմում են նույն հոգուց, նույն կյանքից, երկնային կյանքն ու բնությունը ձևավորել էր եւ ունեն մեկ միտք, մեկ շունչ եւ դարձել էին մեկ։ Այո, եղբայրներ, քույրեր, Սուրբ Հոգու գործերից մեկն է կարևոր, որ եկեղեցին մեկ դառնա, որ մեր խելքը, մեր միտքը, մեր իմաստությունը վերցնելով եւ կողքի տնելով, եկեղեցին իր կյանքով, իր միաբանությամբ եւ մեկությամբ տարբեր էր աշխարհից։ Առաքյալներ ունեին նեղություններ, դժվարություններ, բայց Սուրբ Հոգին այնպես էր արել, նրանք հաղթում էին, որտեղ գնում էին, նրանք հաղթում էին եւ իրանք ուրախանում էին եւ նեղությունների մեջ եւ լինում էր շատ դժվարություններ, գլխատվում էին, սպանվում էին, բայց հավատացյալները Սուրբ Հոգով մխիթարվում եւ շինվում էին։ Փառք Տիրոջը, եկեղեցին Սուրբ Հոգին, որ Աստված մեր մեջ դրել է, եւ Հովհաննեսն ասում է, որ ձեր մեջինը ավելի մեծ է, քան այն, որ աշխարհումն է։ Տերը մեր մեջ դրել է նոր հոգի, նոր սիրտ, երկնային կյանք անպարտելի, որ իր շինարարությունը հասցնե ավարտին, եկեղեցին մաքրե, սրբացնե, պատրաստե երկնքի համար, եւ դա մեր օրերում անում է Սուրբ Հոգին, որպես ճարտարապետ, որ
որտև Հայրը, Բանը եւ Սուրբ Հոգին մեկ են, նրանց գործն ու շինարարությունը մեկ է, որպեսզի մեր մեջ կերտե երկնային կյանքը դարձնի Աստծո տաճար եւ մեր մեջ ապրի Քրիստոսը։ Փառք Տիրոջը ամեն բանի համար, այս շնորհքի համար, այս իմաստության եւ հարտապետության համար, այս խորհրդի համար, աստվածապաշտության համար, փառք Տիրոջը Հորը համար, Որդու համար եւ Սուրբ Հոգու համար, որ մեր սրտերի մեջ եկավ, եղբայրներ, քույրեր, այսօր այսպիսի կարծիք կար, երբ որ ես նոր էի ապաշխարել, շատերը, երբ որ այն ժամանակ շատ այդպես առնչվում ենք, հավատացյալներ կային, խոսում էին, ասում են դա առաքյալների ժամանակ է եղել, դա այն ժամանակ է եղել, մկրտվել են, լեզուներ են խոսել, մեր օրերում հիմա այդպես չէ, բայց ես կարդացի Գորսկ առաքելոցի մեջ, որ Կորնելիոսը հեթանոս էր, Պետրոսը ուրախացավ, երբ որ եկավ եւ Կորնելիոսի ընտանիքին եւ հավաքված ժողովուրդը այնտեղ լսեց Աստծո խոսքը, ասում է Սուրբ Հոգին եկավ այդ ժողովրդի վրա եւ առաքյալներն անգամ զարմացան, որ հեթանոսները Սուրբ Հոգով մկրտվում են։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Աստվածաշունչը, Աստծո խոսքը նույնն է երեք այսօր եւ հավիտյան, եւ մեր օրերում Աստված նաեւ թափում է վերջի անձրևների պես Սուրբ Հոգին մեր վրա, որտեւ Հովել մարգարության խոսքը կենթանի է մինչեւ այսօր, վերջի ժամանակները պիտի իմ հոգին թափեմ մարդկանց վրա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այդ խոստում է այսօր կա, կենթանի է եւ մեր օրերում մենք այո եղբայրը կարտած, մենք ինքներս մկրտվել ենք, ընդունել ենք, ճանաչում ենք, մեզ հետ է, մեր սրտերի մեջ է, բնակվում է եւ մենք գիտենք, բայց աշխարհը չի ճանաչում։ Եղբայրներ, քույրեր, եւ Սուրբ Հոգին այսօր մեզ պատրաստում է երկնքի համար, եկեղեցին, թող մեր Տեր Հիսուսի անունը փառավորվի։ Բերեք մենք աղոթ կանենք եւ շատ բաներ կա, եղբայրները շարունակեն, այո, պիտի մենք տեղ տանք, Աստծո խոսքն ասում է, ետ դարձեք իմ հանդիմանությանը եւ ես իմ հոգին կթափեմ ձեր վրա, առակած մեկի մեջ է գրված եւ այնտեղ ասում է, երբ որ դուք չուզեցիք իմ հանդիմանությունը, մերժեցիք իմ խորհուրդը, մերժեցիք իմ խրատը, այն ժամանակ այս դժվարությունները կգան ձեր վրա, բայց իմ հանդիմանությունը, մեղքը մերժողը, որոնք որ հավատացին, աշխարհից զատվեցան, ընդունեցին, Աստծո հոգին եկավ իրանց սրտերի մեջ եւ այսօր եթե կան մարդիկ, ովքեր չունեն այդ Սուրբ Հոգին, թող նախանձախնդիր լինեն, որտեղ նա պիտի գա, առանց նրա մեր հավատքը կլինի մարդկային իմաստությամբ, կմնանք երկրի վրա, բայց երբ որ Սուրբ Հոգին կա, ամեն բան մեզ կհայտնե եւ կպատմե, թող Տերը օրհնե